Թողասոն նպարավորվի սերել Աստծո ժողովուրդ եւ Աստված իր ասուր բոկով այսօր թող իշխի մեր մտքերի սրտերի վրա եւ տա մեզ իրավունք իշխանություն այսօր Քրիստոսի հետ կենտանի հաղորդակցություն ունենալու համար։ Աստված այսօր իմ սրտից դրել է մեզ հետ կիսվելու, ձեզ հետ կիսվելու, խոսալու Աստծուց փախչելու մասին։ Ընդհանուր առմամբ բոլոր մարգարեները սովորաբար բոլոր Աստծո մարդիկ վազում են դեպի Տերը, վազում են դեպի Տիրոջը երեսը խնդրելուն ու փրկելուն։ Բայց հետաքրքիր մի դեպք կա գրված, խոսալուց թեման դա Հովնան մարգարեն է, որ գրված է մարգարեություն Հովնանի։ Առաջի գլուխ երկրորդ խոսքից մինչև 16-րդ խոսքն է, առաջի մասը, թե ինչու են մարդիկ փախչում Աստծուց եւ ինչ է տեղի ունենում, երբ մենք փախչում ենք Աստծուց թեմայով։ Հետևաբար սերներ բոլոր մարդիկ գալիս են դեպի Տիրոջ երեսը, խնդրում են, որպեսզի հանդիպեն, մտնեն Աստծո ներկայության մեջ։ Բայց սիրելիներ, կար մի հետաքրքիր մարգարե կոչված, որ չուներ ցանկություն շարունակեր իր կյանքը Աստծո ներկայության մեջ։ Փախուստը դա Աստծուն չնազանդվելու արդյունք է։ Ես կարդում եմ սերներ երկրորդ խոսքը, երբ Աստված Հովնան մարգարեին ասեց. Ելիր, Նինվեի մեծ քաղաքը գնա եւ քարոզե, քանզի անոն չարությունը իմ առջևս ելավ։ Տեսեք ինչ էր տեղի ունենում սերներ։ Երբ Աստված Հովնանին ասում էր վեր կաց եւ գնա Նինվե քաղաքը քարոզիր, որտեղ իրանց չարությունը իմ առած է հասել, եւ ես պատրաստվում եմ ինչ անել, պատժել է ժողովրդին։ Խնդիրը գիտեք ինչի մեջ է կայանում։ Խնդիրը կայանում է նրա մեջ, որ մենք այլ բան ենք տեսնում, Աստված այլ բան է տեսնում։ Երբ մենք նայում ենք մարդուն ու տեսնում ենք իրան մի ուրիշ մարդ, բայց Աստված նայում է եւ ուրիշ բան է տեսնում։ Երբ Աստված տեսել էր, նրանք չարություն են գործել Աստծո առաջին, բայց Աստված ասում էր՝ ելի գնա իրանց քարոզի։ Աստծուց փախչելու առաջին նախապայմանը կայանում է նրանում, որ մարդիկ չեն համաձայնվում Աստծո մտքի հետ։ Երբ Աստված ասում է խոսա այս մարդու հետ, աղոթիր այս մարդու համար, մենք շատերս ինչ ենք ասում թե դա կործանված մարդ է, դրա համար ինչ աշխատանք տանես։ Ինչ ասես, 100 անգամ ասել են եւ նա չի ընդունել Աստծո խոսքը։ Ինձանից ավելի զորավորներն են իր հետ խոսացել, բայց նա ինքը չի ընդունել Աստծո խոսքը։ Բայց Աստված ասում էր մի ուրիշ բան, անկախ ամեն բանից։ Այդ Նինվե քաղաքը չարություն է գործել իմ առաջս, բայց Հովնան ես ուզում եմ, որպեսզի դու գնաս եւ ինչ անես, խոսաս իրանց հետ։ Կարդում եմ սերներ երրորդ խոսքը։ Բայց Հովնան ելավ եւ Տիրոջ արչեվից, որպեսզի Տիրոջ արչեվից Թարսիս փախչի։ Հոպե իջավ եւ նավ գտավ, որ Թարսիս կերտար։ Անոր բարձ տվավ եւ անոր մեջ մտավ, որպեսզի անոնց այդ Թարսիս երթա Տիրոջ երեսից հեռու։ Հովնանը սերներ այլ քայլի դիմեց։ Նա ինչ արեց, գնաց գտավ մի նավ, որ հակառակ ուղղությամբ էր գնում եւ վարձեց եւ մտավ այդ նավը եւ գրված է մի հետաքրքիր խոսք, եթե ունես Աստվածաշունչ կարող ես կարդալ։ Որպեսի անոնց հետ Թարսիս երթա Տիրոջ երեսից հեռու։ Ինչու՞ն էր խնդիրը Հովնանի։ Ինչ էր տեղի ունեցել Հովնանի հետ։ Հովնան հստակ հասկանում էր, որ դա իր գործը չի։ Ինչքան ենք մենք տեսնում կորսվող մարդիկ, ինչքան ենք մենք տեսնում անապաշխար մարդիկ, ինչքան ենք մենք տեսնում խնդիրների, դժվարությունների, խնդիրների մեջ մարդիկ, եւ մենք ինչ ենք անում, մենք մտածում ենք մի բան, դա իմ գործը չի։ Դա իմ գործը չի։ Ով են այդ մարդիկ, ով են այդ կորսվողները։ Դա իմ գործը չի։ Երկրորդ նախապայմանը սերներ հետեւյալում է կայանում, որ մենք փաստում ենք մի բան։ Ես չեմ կարող, դա ինձ տրված չի։ Մեծամասամբ դա վերաբերում է եղբայրներին։ Տեսեք սերներ։ Օրինակ եմ կարդալու Ելից 4-րդ գլխի մեջ 10-րդ համարից, եթե կունենաք ժամանակ կկարդաք 6-րդ համարից, երբ Աստված այցելեց Մովսեսին, եւ նրան ասեց, որ վեր կաց, ես քեզ ուղարկելու եմ ում մոտ, Փարավոնի մոտ։ Գնաս Փարավոնի մոտ եւ ինչ անես, ասես, որ իմ ժողովուրդը ազատ թողնի։
Եվ տեսեք նախապայմանը, 10-րդ համար, Մովսես սավ տիրոջը, «Ո Տերիմ, ես ճարտախոս չեմ, ոչ երեք, ոչ մյուս օրը, ոչ էլ ծառայիդ հետ խոսելեդ հետո, հապա ես ծանրախոս և ծանրալեզու մարդ եմ»։ Պատճառը ինչու ենք մենք փախնում Աստծուց։ Տեսեք Մովսեսը, Աստված այցելել էր Մովսեսին և ասում էր ինչ, գնա և փարավոնին ասա թող իմ ժողովուրդը թողնի։ Եվ Մովսես պատճառ էր բռնում, որ ես ծանրախոս մարդ եմ, ես չեմ կարող։ Շատերը գիտեք այսօր ինչու չեմ վկայում Տիրոջ խոսքը։ Նրանք ասում են, որ ես բավարար իմաստություն չունեմ։ Ես բավականին ճարտար լեզու չունեմ։ Ես չեմ կարող ճիշտ ներկայացնել Հիսուսին։ Մովսես կանգնել էր Աստծո առաջ և ասում էր, ես դա չեմ կարող անել։ Չեմ կարող անել։ Հետաքրքիր է, չէ՞ սերներ։ Տեսեք 11-րդ համարը, Աստծո խոսքը։ Եվ Տերը ասավ անով. ով տվավ մարդուն բերան, կամ ով օրավ համարը կամ խուլը, կամ ուշ կունեցողը կամ կույրը, չէ որ ես Տերս, ուստի գնա հիմա ու ես քո բերանիդ հետ պիտի լինեմ և քեզ պիտի սովորեցնեմ ինչ որ պիտի խոսիս, ամեն։ Տեսեք Աստծո պատասխանը ինչումն էր։ Նա հարց էր տալիս Մովսեսին, արդյոք հավատում ես ինձ թե ոչ։ Եթե դու հավատում ես ինձ, դու պետք է հասկանաս, որ ով է լեզու տվողը մարդուն։ Տերը։ Ով է աչք տվողը մարդուն։ Տերը։ Ով է խուլը կամ համրը այնողը։ Տերը։ Եվ նա ասում էր, գիտես, խնդիրը կայանում է նրանում, որ ես ուզում եմ, որ դու գնաս, որտև ես քեզ շարունակության մեջ ասում եմ, կսովորեցնեմ, ինչ ասես։ Արդյոք համաձայն ենք մենք։ Արդյոք համաձայնում ենք Աստծո հետ, թե ոչ։ Կա երկու ճանապարհ։ Երբ մենք ընտրում ենք հնազանդվել Տիրոջը, և երբ մենք ընտրում ենք չենտարկվել Տիրոջ կամքին։ Ես չեմ կարող։ Ես չեմ կարող։ Շարունակության մեջ 13-րդ համարի մեջ Մովսեսը ասում էր. «Ո Տերիմ կաղաչեմ, որ այս պատգամը որ ու ձեռքով որ կուզես ղրկե, բացի ինձանից»։ Մովսես շարունակում էր Աստծուն համոզել, որ Տեր, դա չի լինի, խնդրում եմ, ուրիշի ում ձեռքով ուզում ես արա, միայն ոչ իմ ձեռքով։ Եվ տեսեք սերներ, 14-րդ համարի մեջ գրված է հետևյալը. Տիրոջ բարգությունը բորբոքվավ Մովսեսի դեմ և ասավ. Ահարոնը քո եղբայրը չէ, ես գիտեմ, որ Անիկա ճարտախոս է, նաև Անիկա քեզ դիմավորելու պիտի ելնե, քեզ ասածի պես իր սրտի մեջ պիտի ուրախանա, դու խոսե անոր, եւ անոր խոսքերը անոր բերանը խոսքեր դիր, եւ նա խոսի փարավոնին։ Տեսեք խնդիրն ինչու էր կայանում, սերներ։ Նա ասում էր, գիտես, Աստծո բարգությունը շատ անգամ ինչ անում, գալիս է մեր վրա, երբ մենք չենք համաձայնվում Աստծո կամքի մեջ մնալ։ Ես չեմ կարող, ես չեմ կարող աղոթել, ես չեմ կարող ազատագրվել, ես չեմ կարող քարոզել, ես չեմ կարող այցելել, ես չեմ կարող քո կամքը կատարել, դա ինձ տրված չի։ Ես ուզում եմ քեզ հարց տալ, տրված էր արդյոք մարգարեություն էշին թե ոչ։ Տրված էր արդյոք ճարտար լեզու էշին թե ոչ։ Ավարտել էր արդյոք էշի ինստիտուտներ թե ոչ։ Սովորել էր ինչպիսի մոտեցումներ ունենալ մարդկանց հետ թե ոչ։ Ձեռնադրված էր արդյոք թե ոչ։ Բայց էշը ինչ արեց, խոսած մարդկային լեզվով եւ հանդիմանեցում մարգարեին։ Մենք ժամանակ առ ժամանակ սերներ փախնում ենք Աստծո ներկայությունից, որտեղ չենք ուզում իր կամքը կատարենք։ Ես դա կարող չեմ, ինձ տրված չի։ Տեսնում ես քո հարևանը քո բարեկամը նեղության մեջ է, պրոբլեմի ու խնդիրի մեջ է։ Գիտես, քո սրտի մեջ կա անհամաձայնություն Աստծո հետ։ Եվ դու չես ուզում ուղղակի Աստծո կամքը կատարես, խնդիրը սրա մեջ է։ Խնդիրը նրա մեջ չի, որ դու չես կարող։ Խնդիրը քո չուզելու մեջ է։ Ինչ արեց Հովնանը։ Ինչ արեց Հովնանը ծերներ։ Նա փախավ Աստծո ներկայությունից։ Գիտեք ինչի համար, որտեղ նա մտածում էր, որ ինքը ճիշտ է անում։ Գիտեք, այսօր շատերս մտածում ենք, որ մենք ճիշտ ենք անում։
որ մենք չենք վկայում, չենք քարոզում, չենք աղոթում, Աստծուն չենք ներկայացնում, մենք ճիշտ ենք անում։ Որտեղ եթե Աստված ուզի ուրիշներին կհանի, կբերի Ահարոններ, թող ուրիշի ձեռքով անի, ում ձեռքով ուզում է անի բացի ինձանից։ Բայց երներ Երեմիա առաջի գլուխ 6-րդ համարի մեջ, երբ Աստված կանչեց Երեմիային, Երեմիա առաջի գլուխ 6-րդ համարի մեջ, Երեմիան ասեց մի բան. Ես ուզում եմ կարդալ այդ խոսքերը, Ո Տեր Եհովա, ես խոսել չեմ գիտե, վասնզի ես մանուկ եմ։ Ես խոսալ չգիտեմ, որտև ես մանուկ եմ։ Քանի անգամներ ենք մենք ասում, որ մենք քույրիկ ենք, տգար ենք, մենք զորավոր չենք, մենք չգիտեմ ով չենք, մենք մանուկ ենք, դեռ մեծացած չենք, դեռ զորացած չենք, որսի ինչ անենք, Տիրոջ կամքը կատարենք։ Հետաքրքիր է, չէ՞, սերներ։ Բայց սերներ, տեսեք Աստծո պատասխանը։ Բայց Տերը ասավ ինձի. մի սեր թե ես մանուկ եմ, վասնզի ուր որ քեզ զրկեմ պիտի երթաս, եւ ինչ որ քեզի պատվիրեմ պիտի խոսիս ամեն։ Տեսեք Աստծո կամքը ինչու ներկայանում։ Նա հստակ ասում էր Երեմիային. մի ասա երբևիցե, որ դու մանուկ ես, դու խոսալ չգիտես։ Որտեւ երբ ես կղրկեմ քեզ, քեզ ինչ կանեմ, կդամ կարողություն խոսալու, կդամ զորություն գործելու, թե ոչ։ Աստված որից ընտրել է այսօր այս խոսքը խոսալու, չգիտի Աստված, որ ես դա չեմ կարող։ Չի տեսնում Աստված իմ կարողությունը, քո կարողությունը, թե ոչ։ Տեսնում է, թե ոչ։ Տեսնում է։ Չգիտի մեր գիտելիքները, չգիտի մեր կարողությունը, չգիտի մեր ուժը։ Ամեն բան Աստված գիտի։ Բայց Աստված երբ ինձ ու քեզ ուղարկում է որից մի գործի մեջ, նա ասում է, որ դու ինչ անես, հնազանդվես։ Որտեղ Հիսուս ասում է, ոչ թե դուք եք, որ խոսալու եք, այլ Հոր Հոգին է, որ ձեզանում պետք է խոսա։ Երբ Աստված ուղարկում էր Հովնանին, Հովնանը մտածում էր, որ իրենից է կախված, եթե ինքը չգնա, այդ երկիրը պետք է ոչնչանա։ Մենք անցած անգամ խոսացին, Հովնանը չէր հավատում, որ Աստված հասնելու է իր նպատակի։ Մենք շատերս գիտեք, սերներ, չենք հավատում սրա։ Աստված ուզում է իր խոսքը մեր մեջ տեսնել։ Աստված ուզում է, որ դու այսօր հավատաս իր խոսքին։ Հավատաս իրեն։ Հավատում ես, որ Աստված ճշմարիտ Աստված է։ Հավատում ես, որ Աստված ամեն բան ճիշտ է անում։ Հավատում ես, որ Աստծո կամքը բարի, հաճելի եւ կատարյալ է։ Հավատում ես, որ Աստծո մոտ անհնարին բաներ չկան։ Հավատում ես, որ դու այսպես թե այնպես պետք է կատարես Աստծո կամքը, երբ Աստված քեզանից որից մի բան կուզի։ Մեր մտածելակերպը եւ մեր տեսողությունը շատ անգամ չի համընկնում Աստծո հետ։ Եվ սա ինչ անում, խանգարում է մեզ Աստծո կամքը կատարելու համար։ Ես անցած անգամ օրինակ բերեցի, մեր տուն հյուր էին եկել եղբայրը կնոջ հետ, եւ որ աղոթքի կանգնանք, հորքուրս լաց եղավ, աղոթքից հետո ասեցի ինչ եղավ, ասեց Հիսուսը սես խեղճի համար էլ է այրուն թափե։ Այո, սիրելիս։ Այո, սիրելիս։ Հիսուսը այդ մի խեղճի համար էլ է այրուն թափել։ Եվ Աստված իր ծրագիրը հստակ դրել էր Հովնանի առաջ։ Նիմնեն պետք է փրկվի։ Դու ուզես թե չուզես, Նիմնեն պետք է փրկվի։ Եվ դու պետք է գնաս եւ կատարես իմ կամքը։ Գիտես, միգուցե դու ուշացնես, բայց միևնույն է, Աստված, որ քեզ դրել է իր փառքի մեջ, դու անպայման կատարել ես Աստծո կամքը։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք փախչում ենք Աստծո երեսից։ Ես ուզում եմ մի հետաքրքիր բան ասել։ Գիտեք ով էր Հովնանը։ Եթե կունենաք ժամանակ, ես համակարգչի դեմը նստած էի, կարդում էի, որոնում էի։ Հովնանը այն երեխան էր, որի համար Եղիսեն աղոթք արեց։ Կնոջ երեխան, որ մահացավ ու գնաց Եղիսեի, բերեց, ասեց աղոթի, որ իմ երեխան բժշկվի։ Երբ Եղիսեն աղոթք արեց, չկենտանացավ, պարգավ, շունչը դրեց շնչին, ձեռքը ձեռքին եւ Աստված հարություն տվավ։ Հովնանը այս երեխան էր, որ մեծացել, մեծ մարդ էր դառել։
Բայց Հովնանը երբեք իր կյանքի մեջ չէր ասում։ Ինչի համար էր դա իր կյանքի մեջ տեղի ունեցել։ Ինչի համար Աստված չէր թողել, որ ինքը մեռներ։ Պայել էր այդքան տարիներ, որ ինչ աներ, իր ծրագիրը կատարեր, գնար նիվնե եւ այդ ժողովրդին ասեր, ապաշխարեք։ Ես չգիտեմ, երբեք քեզ հարց տվել ես թե չէ, ինչի համար եմ ես մինչև այսօր ապրում, Տեր։ Այն ցավերը, այն հիվանդությունները, որոնք իմ վրա կան, դրանց մի մասը ուրիշների վրա երբ որ լինում են, իրանք մեռել, վաղուց գնացել են։ Ինչի համար ես ինձ սպահում։ Ինչի համար եմ մինչև այսօր ես շնչում։ Ինչի համար եմ մինչև այսօր ես կենտանի։ Երբեք քեզ հարց տվել ես թե ոչ։ Սա բացակայում էր Հովնանի կյանքի միջից։ Սա պատճառ էր, որ Հովնանը չէր ասում, Տեր ի՞նչն էր պատճառը, որ երբ ես երեխայի մեռա, դու քո մարգարեին հանեցիր, երկինքը շարժեցիր ու ինձ կենթանացրեցիր։ Գիտես, երբ դու չես գնահատում Աստծո կատարած գործը քո կյանքի մեջ, դու հետևաբար չես համաձայնվի Աստծո կամքը կատարես։ Այսօր առավոտ, որ աչքերդ բացեցիր, հարց տվեցիր, շնորհակալ եղար Աստծուց, ու հարց տվեցիր, ինչի համար ես այսօր իմ աչքերը բացի, ինչի համար եմ ես այսօր դեռ կենտանի։ Ուզում եմ կատարել քո կամքը, թե հակառակ եմ քեզ։ Ինչ է տեղի ունենում, երբ մենք փախչում ենք Աստծո ներկայությունից։ Եսայի մարգարեություն 30-րդ գլխի մեջ հետաքրքիր բան կա գրված։ Աստված ասում է 30-րդ գլուխ առաջի խոսքն եմ կարդում։ Վայ ապստամ տղաներին, որոնք կսեն կսետերը, որոնք մեղքի վրա ավելացնելու համար խորհուրդ կանեն, բայց ինձանով չէ, դաշին կկնկեն, բայց իմ հոգիովս չէ։ Տեսեք ինչ է ասում։ Աստված ասում է վայ են տղաներին, որոնք խորհուրդ են անում, բայց ինձանով չի։ Մտածում են, բայց իմ հոգիովս չի։ Շատ կարևոր է, չէ՞ սիրելիներ։ Այսօր արդյոք ես մտածում եմ հոգու բաները, թե մտածում ու անում եմ այն ինչը ինձ հաճելի է։ Ինչ ես գտնում եմ ճիշտ, ինչ ես գտնում եմ կարևոր։ Ինչ էր գտնում Հովնանը։ Նիվնեն կործանված երկիր է, պետք չէ իրանց համար այրուն թափել։ Պետք չէ գնալ իրանց համար չգիտեմ ինչ անել։ Միևնույն է, ամբողջ քաղաքը հնարավոր չի դարձի գալ։ Ճիշտ է։ Մենք էլ ենք մտածում, չէ՞։ Հնարավոր չի, որ մեր սաղ երկիրը ապաշխարի։ Ճիշտ է։ Ինչպես եք մտածում։ Հնարավոր է, որ ամբողջ երկիրը ապաշխարի։ Չէ, հնարավոր չի։ Բայց գիտեք Աստծո ավետարանի մեջ ինչ է գրված։ Ամեն ծունկ պետք է ծռվի եւ ամեն լեզու դաբանի, որ Հիսուսը Տեր է, փառք Տիրոջը։ Ամբողջ երկիրը պետք է խոնարհվի Տիրոջ առաջ։ Սա Աստծո մտածելակերպն է։ Իսկ մեր մտածելակերպը ո՞րն է։ Իմաստ չունի։ Գիտեք ցավալին որն է սերներ, որ մենք ենք որոշում, խոսանք մեկի համար Աստծո խոսքը թե ոչ։ Մենք ենք որոշում, աղոթենք մեկի համար թե ոչ։ Մենք երբեք չենք հարցնում Աստծո կամքը։ Ուզում ես արդյոք այս մարդու համար աղոթեմ թե ոչ։ Որն է քո կամքը, խոսամ ես մարդուն Աստծո խոսքը թե ոչ։ Գիտեք շատ հետաքրքիր է։ Շատ տարիներ առաջ մենք մի ընտանիք էինք այցելել, գնացել ենք, ծնողները ապաշխարում են, մի տղան բանդից էր դուրս եկել, չէր ապաշխարում, եկել էր բանդիստում, որոշեցինք գնանք աշկալուսանք տանք այդ քրոջը, գնացինք աշկալուսանք տվեցինք այդ քրոջը, այդ տղան շատ անշնորհք էր պահում իրան, կպնում էր ավատայցալներին, ծիծաղում էր իր ընտանիքի անդամների վրա, իր մոր վրա, մեր վրա, չոքում եք, աղոթք եք անում, ես եք անում, այն եք անում, վերջի կոնֆլիկտ մեր մեջ տեղի ունեցավ, հետաքրքիր էր սերներ, անկախ իմ կամքից, անկախ իմ ուզելուց, ուղղակի շրջվեցում մի բան ասացի, քանի դեռ քո առաջ լապ կա դրած, կուտես այդ լապը, երբ լապդ կվերջանա, այդ ժամանակ կգաս Տիրոջը։ Գիտեք, շատ ոգևորվավ, շատ նեղվավ, շատ ահավոր, շատ վատ բառեր ասեց, ինձ ինչի տեղ ես դրել, գալիս են ճանապարհին, Աննան հարցեց, ասեց, այս ըմբատ գիտենալով այդ մարդու ապրած կյանքը, ինչի համար այդ խոսքերը ասեցիր։
Ինչի համար վիավորեցիր այդ մարդուն։ Հիմա այդ մարդը ավելի ահավոր ձևով իր ընտանիքի անդամների հետ է վարվելու։ Գալիս են շատվոր են, ես մի բան ասի Աննա, ճիշտ եմ ասում, առաջ եմ ասում, դա անկախ ինձանից եղավ։ Եկավ ու ես ասեցի։ Գիտեք, անցավ մի որոշակի ժամանակ, տունն է հիվանդ է, Ղարիբ պապը եկավ, հետևից այդտեղ են եկավ, ես զարմացա, Ղարիբ պապի հետ էր եկել, Ղարիբ պապի հետ մեր տուն էր եկել, եկավ, սա ախպեր թույլ կուտաս մտնում քո տունը, նայեցի արի ախպեր, առաջ արի, սա գիտես ինչ եկել եմ մի բառ եմ ասեմ, ինչ, սա լապս պրծել է, եկել եմ տիրոջ, ես ապաշխարել եմ։ Գիտես սիրելիս, կարևոր չի ինչ ես դու տեսնում մարդու մեջ, կարևոր չի ինչպես ես դու տեսնում այդ մարդու մեջ։ Գրված է, ամբողջ նույնեն չարություն էր գործել տիրոջ առաջին, եւ այդ չարություն գործած մարդիկ ինչ պետք է անեն, պետք է ոչնչանային, սա հստակ հասկանումերով մարգարեն, բայց ներ Աստված ուրիշ բաներ ասում։ Ասում է, ես ուզում եմ, որ դու գնաս ու իրանց քարոզես, որպեսզի իրանք դարձի գան։ Մեր մտածելակերպը սերներ, մեր խորհուրդները շատ անգամ կարող են հակառակ լինել ասում։ Ղուկաս 22-րդ գլուխ 42-րդ համարի մեջ Հիսուս աղոթք էր անում իր հորը, եւ ասում էր, գիտես, մարմինս տկար է, այն ճանապարհը, որ դու դրել ես ինձ համար հասնելու շատ դժվար է։ Բայց ես խնդրում եմ, Հայր, ոչ թե իմ կամքս, այլ թող քո կամքը լինի։ Ամեն։ Մենք հայրներ ենք ասում եւ հայրների մեջ ինչ ենք ասում, թող գա քո թագավորությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Մենք համաձայն ենք, որ Աստծո կամքը լինի մեր կյանքի մեջ։ Մենք համաձայն ենք Աստծո կամքը կատարելու թե ոչ։ Բայց գիտես, լինում են պարագաներ, երբ մենք չենք կատարում Աստծո կամքը։ Դրա պատճառով սերներ Հովնան առաջի գլուխ 4 համարի մեջ գրված է. Աստված մեր կյանքի մեջ ուղարկում է ինչեր, փոթորիկներ։ Եվ գրված է, որ այդ նավը, որի մեջ նստել էր Հովնանը եւ գնում էր, փոթորիկ սկսվեց ծովի մեջ։ Եվ նավը ալեկոծության ենթարկվավ մինչև իսկ խորտակվելու վտանգի առաջ էր։ Մենք գնում ենք մեր հոգևոր կյանքի մեջ, դուրս են գալիս այս փոթորիկները, մենք երբևիցե չենք կարծում, ինչն է պատճառը։ Հիշում եք նոր կտակարանի մեջ նույնպես փոթորիկ կար։ Երբ աշակերտների հետ Հիսուս անցնում էր ծովի նափը, փոթորիկ տեղի ունեցավ, եւ Հիսուսը ինչ էր արել, գլուխը դրել ու քնել էր։ Հիշում ենք սա թե ոչ։ Եվ որ կարդաք 4-րդ խոսքը դուք կտեսնեք, որ Հովնան նույնպես գնացել էր այդ նավի մի ծայրը, գլուխը դրել էր ու քնել էր։ Նա քնել էր, նա մտածելու ոչինչ չուներ, որտեվ ինչ էր անում, նա ճիշտ էր անում։ Գիտեք այս ժամանակների մեջ, այ հենց հիմա, երբ այս աշխարհը, երբ իմ քաղաքը, երբ քո բարեկամները օգնության կարիք ունեն, իրանք վախի մեջ են, իրանք ստրեսի մեջ են, իրանք խուճապի մեջ են, իրանք կարիք ունեն Աստծո խոսքի եւ զորության, ամեն։ Գիտեք այսօր անհավատ երկրներ, եթե նայեք ինտերնետի մեջ դրված է, այսօր երկրները ամբողջությամբ, ոստիկաններ, աշխատողներ, բժիշկներ, դուրս են գալիս փողոց, փողոցի մեջտեղը ծնկները ծալում են եւ աղոթում են, որտեղ հասկանում են, որ այս վիրուսից միայն կարող է իրանց ազատել ինչը, Աստծո զորությունը։ Այս շարիքից կարող է իրանց ազատել միայն ինչը, Աստծո ներկայությունը։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է։ Շատ հավատացյալներ իրաց տների մեջ հանգիստ դռները փակած, չշփելով մարդկանց հետ ինչ են անում, քնած են։ Ես ճիշտ եմ անում։ Աստված մեր կյանքում փոթորիկներ է անում, գիտեք ինչի համար։ Նա ուզում է, որ մենք մեզանից դուրս թափենք մեր ունեցած ամեն բանը։ Երբ նավակոծություն է տեղի ունենում, այդ նավակոծության ժամանակ, որպեսզի նավը չխորտակվի, բոլոր ավելորդ բաները մարդիկ ինչ են անում, ծովն են նետում։ Դա գրված է նաև Գործք առաքելոցի մեջ, եւ Պողոս առաքյալը նավակոծության ենթարկվավ, ինչ արեցին, բոլոր նույնիսկ հացահատիկը ծովը թափեցին։
Ինչ ունեն ծովը թափեցին, որ իրանց անձերը ինչ անեն փրկեին։ Երբ մենք գտնում ենք Աստծուց թարս ուղղության վրա, Աստված մեր կյանքի մեջ փոթորիկներ է անում։ Գիտեք ինչի համար նա ուզում է, որ մենք մեր ունեցածը դուրս թափենք։ Ինչ է իմ ունեցածս, ինչ է իմ ձեռքբերումս, իմ մտածելակերպս, իմ կամքս, իմ որոշումներս, Աստված ուզում է, որ ինչ անի, ինձանից մաքրի։ Աստված ուզում է, որ դու կատարես իր կամքը, ոչ թե Աստծուն թելադրես քո կամքը։ Աստված ինձ ու քեզ չի փրկել, արտարացրել, բերել ես եկեղեցու մեջ, որովհետեւ մենք անենք այն, ինչ ճիշտ են գտնում։ Նա բերել է, որովհետեւ մենք անենք այն, ինչ ինքն է ուզում։ Սա է Աստծո կամքը։ Ո՞րն է Աստծո կամքը։ Իմ մտածելակերպը, թե իր խոսքը։ Ո՞րն է Աստծո կամքը։ Իմ հասկացողությունը, թե Տիրոջ զորությունը։ Ո՞րն է Աստծո կամքը։ Իր բացարձակ խոսքը, թե իմ մտածելակերպը։ Եվ տեսեք սերներ, 5-րդ համարի մեջ մենք կարդում ենք, որ Հովնանը նավաստիները վախեցան և ամեն մեկը իր աստծոյին կաղաչեին ու նավի միջի կարասիները ծովը նետեցին, որպեսզի զանիկատ հետև ծնեն, բայց Հովնան նավին խորը իջնելով պառկել էր ու խորում կքնանար։ Նա կքնանար։ Գիտեք սերներ, շատերիս կյանքի մեջ երբ գալիս են խնդիրները, պրոբլեմները, փոթորիկները, մենք մտածում ենք, որ դա այդպես էլ պետք է լինի, եւ ինչ ենք անում, մենք նստում ենք, ինչ անեմ, եղբայր ջան։ Չէ, հարց կա։ Ինչ անեմ, որ եկել է։ Բայց ես քեզ ուզում եմ հիշեցնել Թագավորաց 17-րդ գլուխը միազնավորության համար, որն չէր համաձայնվում ինչ անել, քնել։ Նա չէր համաձայնվում պառկել, նա չէր համաձայնվում թաքնվել։ Եվ Գողիաթը հարձակվել էր Իսրայելի վրա, հիշում եք, բոլոր զորքերը, թագավորը իրաց պալատների մեջ ինչ էին արել, պա էին մտել էին, խրամատների մեջ որտեղ էին Դավիթի եղբայրները, խրամատների մեջ թաքնված էին, ում երեսից, Գողիաթի երեսից։ Բայց մի պատանի կար Դավիթ, որ վազեց դեպի ուր, դեպի պրոբլեմը, դեպի խնդիրը, դեպի դժվարությունը, դեպի Գողիաթը։ Նա գնում էր, որպեսզի ինչ աներ, հաղթեր դա։ Նա գնում էր, որպեսզի դա անցներ։ Եթե քո կյանքի մեջ էլ եկել է այս դժվարությունն ու փոթորիկը բարձրացել է քո կյանքի մեջ, Աստված չի ուզում, որ դու քո ձեռքերը ծալես ու մտնես խրամատի մեջ։ Նա ուզում է, որ դու դուրս գաս դրա դեմ, Դավիթի նման։ Նա ասում էր, ես քո վրա եմ գալիս ում անունով, Տեր Հիսուսի անունով, Աստծո անունով եմ գալիս քո վրա։ Եվ ես քեզ անպայման պետք է հաղթեմ։ Սերներ, 6-րդ համարի մեջ գրված է հետաքրքիր մի բան։ Նավապետը նրան մոտեցավ ու ասավ. Քեզի ինչ եղավ, ով խորում քնածող, ելիր քո Աստծո տաղակ է, թերևս Աստվածում ես հիշե ու չկորսվինք։ Գիտեք սերներ, շատ անգամ նույնիսկ անապաշխարները, մեր շրջապատը զարմանում է մեր անտարբերության վրա։ Չէ, կարող է զարմանալ։ Գիտեք, երբ մարդիկ տեսնում են, որ հավատացյալները աղոթքի մեջ չեն, հավատացյալները պաշտամունքի մեջ չեն, հավատացյալները Աստծո երեսը փնտրելու մեջ չեն, իրանք մտածում են, որ աշխարհի վերջը եկել է։ Ընկերոջս հետ էի խոսում, զանգեց ասեց, իմացել եմ, որ էլ չեն թողում հավաքվեք, հա, ցերեցին ձեզի, հա, ասեցի, քեզի ով ես է։ Սավ հա ախպեր աշխարհի վերջն եկել է, վերջ, դուք էլ որ չեք հավաքվել, աղոթքենով է չկա, էլ ինչ է անի, չի դենք ինչ դենենք։ Վայտը գնդակը հարվենք պրզեն։ Սիմի վախեցի, հանգստացի։ Այնտեղ չեն թողել, որ եկել ենք մեր տունը, հավաքվենք, որ քեզի մոդիկ յանենք, քեզ համար աղոթք ենք կոնեմ օրու մեջ։ Հասկանում ես սերից, երբ անհավատները կարող են զարմանալ հավատացյալների անտարբերությունից։ Մենք վկայում ենք մարդկանց, որ բժշկությունը ում մեջ է, Տիրոջ մեջ է։ Մենք վկայում ենք, որ փրկությունը ում ձեռքն է, Տիրոջ ձեռքն է։ Եվ մենք վկայում ենք ողորմությունը ումն է, Եհովա Աստծուն է։ Եվ մենք մտածում ենք, որ ամենազորավոր Տերերի Տերը, թագավորների թագավորը, բժիշկների բժիշկը ով է, Տեր Հիսուս Քրիստոսը։ Բայց նեղության խնդրի ժամանակ, երբ մենք չենք դիմում, մարդիկ ինչ են անում, զարմանում են։ Դրա համար կարող են մարդիկ ասել մեզ,
Դու աղոտ կերեք ձեր Աստծուն, հարցրեք ձեր Աստծուն, ձեր Աստծո ողորմությունը խնդրեք։ Ճիշտ եմ, Եսայիա նավապետը մոտեցել էր, ասում էր, արթնացի եւ քո Աստծուն աղոտ կերա։ Տեսեք սերներ, նույնիսկ անապաշխարները զարմանում են սրա վրա։ Եվ 7-ից 9-րդ համարների մեջ գրված է իրարու կսեին։ Եկեք վիճակ ձգենք, որովհետեւ գիտենանք, թե այս շարիկը որի պատճառով մեր վրա եղավ։ Երբ վիճակ ձգեցին, վիճակը Հովնանին ելավ։ Անոնք ասացին անոր։ Հիմա պատմե թեզի, մեզի, թե այս շարիկը որի պատճառով մեր վրա եկավ։ Քու գործդ ինչ է։ Ուր կեգուկած, քու երկիրդ որն է, եւ դու որ ժողովրդից ես։ Եվ տեսեք, այս ժողովուրդը հասկացել են մի բան, առանց պատճառի փոթորիկ չի գա։ Եվ հավական ու վիճակ գծեցին եւ Հովանանին ասում են, հիմա մեզ ասա, պատճառը ինչն է։ Ինչն է պատճառը, որ սա մեր վրա եկել է։ Եվ տեսեք, սերներ, ես կարդալու եմ 9-րդ եւ 10-րդ խոսքերը, որտեղ գրված է. Անիկա Սավանոր, ես եբրայեցի եմ, եւ ծով ու ցամաք ստեղծող երկնքի Աստվածը Եհովան կպաշտեմ։ Այն մարդիկ խիստ շատ վախեցան եւ ասին անոր. Այդ բանը ինչ ունիր, քանզի այն մարդիկ գիտեցան, թե Տիրոջ երեսից կփախչեր, վասնզի անոնց պատմել էր։ Եվ տեսեք Հովնանը նա ասում էր ընդամենը մի բան, որ ես ինձ ստեղծող ամենակարող ծով ու ցամաք ստեղծող Աստծուն ինչ եմ արել, դավաճանել եմ։ Փախնում եմ նրա կամքից։ Մեզ չի թվում, որ մենք շատ անգամ դավաճանում ենք Տիրոջ կամքին։ Երբ մենք ինչ ենք անում, իր կամքը չեն կատարում։ Եվ այս մարդիկ վախեցան լսածից, եւ 11-րդ խոսքից գրված է. Ուստի անորսեցին, քեզ ինչ անենք, որ ծովը դատարի։ Քազի ծովը երտալով ավելի կսաստկանար։ Ինչ անենք, որ ծովի փոթորիկը դատարի։ Հետաքրքիր բան էր առաջարկում։ Անիկա Սավանոնց, զիս վերցրեք ծովը նետեք ու ծովը պիտի դատարի, քանզի ես գիտեմ, թե այս մեծ փոթորիկը իմ պատճառովս եղավ։ Գիտեք հետաքրքիրը որն է։ Հովնան չէր ասում, արեք աղոթեք, ես ես զղջում եմ, թող Աստված ների ինձ ողորմի։ Նա ինչ էր ասում։ Բերեք ինձ ծովը գցեք, ինչ անեմ, որ ծովը հանդարտվի։ Գիտեք, շատ հավատացյալներ պատրաստ են մեռնելու, բայց իրանց կամքը, իրանց ազնասիրությունը, իրանց եսը, իրանց մտածելակերպը չփոխվի։ Ինչի համար են այսօր բաժանությունները շատ եկեղեցիների մեջ։ Ինչի համար են շատ տեղերի մեջ ապստամբությունները։ Ինչն է արդյունքը սերներ։ Այդ մարդիկ չեն ուզում իրանց ինչը մտածելակերպը, իրանց եսը խոնարհեցնեն Աստծո առաջին։ Ես ճիշտ եմ, ինձանից են կողմ ճիշտ չկա, սաղդ մեղավոր եք, ես ճիշտ եմ մտածում։ Սա պատճառ է, որ այսօր եկեղեցիները ինչ բաժանում են 5 մասի, 10 մասի, 20 մասի, սա ապստամբություն է եւ մարդը ասում է, ես ճիշտ եմ, ես չեմ համաձայնում ինչ անել, փոխվել։ Գիտեք ինչքան մարդիկ կան, որոնք այսօր դուրս են եկեղեցուց մնացել։ Չեն գալիս պաշտամունքի, պատժվել են, իրանց մեղքի, իրանց անհնազանդության պատճառով։ Իրանք չեն համաձայնվել ապաշխարել, իրանք համաձայնվել են որտեղ լինել։ Գցիկ ինձ դեպի ուր ծովը գցեք։ Կգնամ ծովը, կգնամ աշխարհ, բայց չեմ իմ եսը կոտրի։ Ես չեմ ընդունի ձեր ասածը, որտեղ ինչ եմ, ես ճիշտ եմ։ Սա սարսափելի է, գիտեք սերներ։ Մարդիկ պատրաստ են մեռնելու, բայց մենակ թե ինչ անեն, չփոխվեն։ Իրանց մտածելակերպը, իրանց ընդունածը մարդիկ չեն ուզում փոխվի։ Ես այս օրինակը բերել եմ շատ անգամներ։ Իսրայելի մեջ մի մարգարե կար, որին Աստված ասաց գնա ու քեզ մի անբարոյական կին կնության վերցրա։ Ապրի իր հետ ու 12 զավակներ ծնի։ Պատկերացնում եք սերներ։ Եթե դուք այսօր տեսնեք, որ ուրիշ մի առաջնորդի, հոգևոր առաջնորդի, մեր եղբայրներից զորավոր եղբայրներից մեկը, որ գնա մի հատ անբարոյական կին իրան կնության վերցնի։ Ինչ կանենք։ Մեկը ես, առաջին ես կկարկոծեմ։ Հասկանում եք սերներ։ Սա ընդունելի է մարդկանց կողմից, թե ոչ։
Բայց սա ում կամքն էր։ Տիրոջ կամքն էր։ Եվ դա մեկ ժամ չեղավ։ Գոնե 13 տարի ապրա, որ 12 հատ երեխա ունենար։ Ինչպես էր նայում սրան Իսրայելը։ Նրանք ընդունում էին Աստծո կամքը։ Այսօր մենք շատերս տեսնում ենք ու երբ մեր մտածելակերպին որևէ մի բան չի համապատասխանում, մենք ընդունում ենք, որ դա ինչ է, Աստծուց չի։ Հովնան սա էր տեսել։ Չար մարդկանց, անարժան մարդկանց համար պետք չի այդքան գործողություն անելը։ Սա էր, որ Հովնան չէր ուզում փոխվեր։ Հուդան է չուզես փոխվեր, գիտեք։ Պետրոս ուզես փոխվեր, թե չէ։ Հուդան մեկ անգամ դավաճանեց, ճիշտ է։ Պետրոս 3 անգամ ուրացավ։ Երդումով ուրացավ, հայյանքով ուրացավ։ Բայց գիտեք տարբերությունն ինչու՞մն էր։ Պետրոս վազեց Տիրոջը, երբ իմացավ գերեզմանում չի, վազեց, որպեսզի ասեր կներես ինձ, ես սխալ եմ։ Կներես, որտեվ ես ուրիշ ձև էի մտածում։ Բայց երբ Հուդան նստած էր Տիրոջը հետ, նա ասեց, ինչ որ անելու ես, արագությամբ բերա։ Նա չհամաձայնվեց փոխվել, որտեղ նա մտածում էր, որ ինչ է արել, ճիշտ է արել։ Եվ տեսեք սերներ, վերցրեցին գրված է այդ մարդիկ, թիք հաշելով կջանային 13-րդ համարը, ցամաքը դարձնել, բայց չէին կարող, քանզի ծովը երթալով ավելի կսաստ կանար։ Ուստի Եհովային աղաղակեցին ու ասեցին. Ով Եհովա, կաղաչենք, այս մարդու հոգի համար մեզ մի կորսնցներ, եւ մեր վրա անմեղ այրուն մի տներ։ Քանզի դու ով Եհովա, ուզածիդ պես սրեցիր։ Եվ Հովնանը վերցուցին եւ ծովը նետեցին եւ ծովը իր կատաղությունն դատարեցավ։ Այն մարդիկ Եհովային սաստիկ վախեցան եւ Եհովային զոմատուցեցին եւ ուխտեր արեցին։ Հասկանում ենք սերներ։ Թող այսօր Տիրոջ Սուրբ Ոգին օգնի, որովհետեւ մենք չլինենք Հովնանի նման։ Մեռնել, բայց չհրաժարվել մեր սկզբունքներից։ Մեռնել, բայց չթողալ մեր գաղափարները։ Մեռնել, բայց ինչ անել, չընդունել Աստծո կամքը։ Մեռնել, բայց ուրիշների համար չտանջվել։ Հասկանում եք սերների ինչու՞մն է։ Աստծուց փախչելը դա կործանում է մեր աղոթքի կյանքը։ Մենք կորցնում ենք մեր վստահությունը Աստծո առջև, եւ մենք պատժում ենք Աստծո կողմից, եւ մենք ինչ ենք անում, փախչում ենք Աստծո ներկայությունից։ Դավիթը խոսք էր ասում. Ուր գնամ քո հոգիից եւ քո երեսից, ուր հաղթեմ։ Մենք սա չենք կարողանում հասկանալ, որ չկա փախչել մեզ համար։ Առաջի Պետրոսն էր 5-րդ գլուխ 6-րդ համարի մեջ գրված է. Ուրեմն Աստծո զոր ձեռքի տակ խոնարհվեցեք, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ամեն։ Մեզ պետք է ինչ անել, խոնարհվել Աստծո զոր ձեռքի տակ։ Մենք աղոթք ենք անում, ես նորից եմ ասում եւ ասում ենք, թող գա քո թակավորությունը եւ լինի քո կամքը, որտեղ ես ընդունում եմ, որ քո թակավորությունը բացարձակ է, թե երկնքում, թե երկրի վրա, եւ ես այդ թակավորության մեջ եմ։ Կլնես այսօր Հովնան, թե չես լինի Հովնան։ Կլնես Աստծո կամքից փախչող, թե կլինես Աստծո կամքը կատարող, այսօր դու ես որոշում։ Աստված թող օրհնի ամեն մեկի սերներ։ Որովհետեւ մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք Աստծո ներկայությունից փախչում ենք։ Սա տեղի չի ունենա։ Աստված որ կամենա մենք մյուս պաշտամունքին կխոսանք Աստծո դաստիարակությունը, դաստիարակության շարունակությունը Հովնանի կյանքի մեջ։ Ինչ է տեղի ունենում։ Երբ նա որոշեց փախնել Աստծո կամքից, նա ասեց. «Մեկ է, ես կլինեմ այն մարդը, որ չեմ կատարի քո կամքը։ Ես կլինեմ նա, որ հաստատ է իր որոշումների մեջ»։ Բայց գրված է, ես կարտալու եմ այս խոսքը, որ մենք մյուս պաշտամունքին խոսանք ու վերջացնում եմ։ Եվ Տերը մեծ ձգի հրամայեց, որ Հովնանը կլե։ Եվ Հովնանը 3 օր ու 3 գիշեր ձգի փորի մեջ մնաց։ Մենք շատ անգամներ մտածում ենք, որ մենք լքելով Աստծո եկեղեցին, դուրս գալով աշխարհ, մնալով մեղքի կյանքի մեջ, մենք դրանով կկարողանանք հաղթել, անցնել Աստծո կամքին, բայց ես քեզ ասում եմ, որ չարաչար սխալվում ես, որտեղ ծովը քեզ համար չի, այդ ծովի մեջ էլ ձուկ կհանի Տերը,
որ քեզ իշկանի քեզ կուր կտա, դու կլինես ծովի մեջ, բայց չես լինի իրաց նման, այդ ջուրը քեզ չի ծածկի։ Դու կապրես անհավատների մեջ, բայց չես կարող լինել անհավատ։ Դու կուզենաս իրաց նման լինես, բայց չես կարող լինել։ Կուզենաս իրաց գործերն անես, չես անի։ Քո դու կլինես աշխարհի մեջ նույնիսկ ինչ սահմանափակված։ Սահմանափակված։ Գիտեք, մարդիկ այսօր թողնելով Աստծո ներկայությունը աշխատանքի պատճառով, իրաց գործերի պատճառով շատերը ինչ են անում, գնում են դեպի աշխարհ։ Եվ մենք տանջվում ենք, բայց չկա այնտեղ հաջողություն։ Եվ ասում են Աստված մեզ ինչի համար չի օրհնում։ Ես շատերին ընդամենը մի բան եմ ասում։ Դու փախել ես Աստծո ներկայությունից եւ գտնվում ես մեծ ձգի փորի մեջ։ Աղոթիր Տիրոջը։ Աղոթիր, խոնարհվիր, որովհետեւ ձուկը քեզ բերի, նորից փխսի այնտեղ, որտեղ քեզ Աստված դրել է ծառայություն անելու համար։ Ամեն։ Աստված թողնի ձեզ ամեն։